Այժմ կա մշակված կայքը MEC.am, մեկ, այսպես ասած .am կայքը, որի միջոցով կարելի է դիմել հանձնաժողովին անմիջապես, Ինչու է սա կարևոր, որովհետև որոշակի պայմաններ կան հանձնաժողով դիմելու համար եւ էլեկտրոնային այս համակարգի միջոցով թույլ է տալիս անձին շատ ավելի հեշտությամբ դիմել հանձնաժողովին։ Միանգամից դիմումը առցանց հարթակում լրացնելու միջոցով պիտի նշեմ, որ ենթադրյալ խախտումը պիտի արված լինի ըստ դիմողի 1 տարվա ընթացքում, այսինքն նկատվաղեմության ժամկետ եւ եթե 1 տարի ավել է, ապա անձը չի կարող դիմել։ Դիմումում պիտի պարտադիր նշվի ենթադրյալ խախտումը ինչպիսին է ըստ դիմող անձի եւ ինչպիսի էթիկական կանոն է խախտվել։ Դա կարող է լինել բուժաշխատող հարաբերություններում, կարող է լինել բուժաշխատող պացիենտ հարաբերություններում, բուժաշխատող հանրային առողջապահության ոլորտում, էթիկայի կանոնի խախտում կամ բուժաշխատող եւ երրորդ անձ,